Իսկ ինչի համար վստահ եմ։ Ինչի համար վստահ եմ։ Խնդրում եմ իմ հարցին դուք պատասխանեք։ Հարցին հարցով։ Պետություն են ստեղծում։ Ձեզ համար անվտանգություն Ուր է 6 տարվա մեջ չտեսան, 7-րդ տարին է չենք տեսնում։ Ես այդ խաղաղությունը մեզ պետք չի։ Թուրքը միշտ խաղաղությունով է գալիս, խաբելով։ Թուրքը խաբեբայ է։ Չէ։ Ինքը եկատորվանից ես իրան չեմ ողջունել։ Ես իրան շատ վաղուց ինչ ճանաչում եմ չեմ ողջունում։ Ինքը սխալ էր 1000 տարի։ 1000 տարի եւ ինքը միշտ սրիկան խաբեբայ է։ Չեմ ուզում այդ ազգանն ասեմ, կեղտոտ եմ։ Այնով որ նրա համար ես ուրա, ինչ ենք ասել։ Երկիրը վաճառեց։ Ինչ ասմա սուտ ասում, ինչի համար ես նրա վստահ եմ։ Այն 18 թվին էլ չեմ ընտրել իրան, դրանից հետո էլ չեմ ընտրել, մինչև հիմա էլ չեմ վստահում։ Ես եղել եմ առաջի պատերազմի մասնակից, այս կառավարությանը ես ոչ մի բանի չեմ վստահում։ Ասում են այնքան լավ խաղաղության պայմանագիր են կնքել, որ ադրբեջանցիները նախանձում են։ Դրա համար 2 օր առաջ այրապորտի ճամփին փակեցին մեր կրվող տղերքը։ Ադրբեջանցիները Երևանում դրոշ ավտոյի կամակի կապած բան են գալիս։ Լավ է, չէ՞։ Շատ լավ է, թողան երևի իր համար լավ է։ Թողան են այդքան լավ մարդ է, իր տղուն խիչ պահում, Իրաստանում։ Ինչի է հարապում, ինչու գարաժում ունի։ Հարիկ ջան, այլընտրանքը ինչպես եք տեսնում։ Մենակ ինքը չլինի, ով ուզում է գա, Սերժն էլ չլինի։ Ինչու։ Չեմ ուզում, չեմ ուստավ։ Նոր ուժ եք ուզում։ Ով ուզում է լինի, մեկ այդ դոգնա ոտիկանն էլ չգիտեմ։ Թոքը չերանը գա, իրա տղեն գա, մենակ թե տրանք չլինի։ Այդ հեշտ ու հանգիստ հազնին, չէ, կառավարությունը հազնին տրանց։ Հիմա տեսանք ինչ օրի ենք։ Եթե իշխանափոխություն լինի, հայկական Արցախի էջը կվերաբացվի ես ձեզ։ Պիտի վերաբացվի, բայց պիտի անի։ Այսինքն տեսնում եք հնարավորություն։ Հա, բայց այդքան արցախցիների եկած դե պիտի հետ գնան Իրաստանները։ Այդ ոնց է ադրբեջանցին ասում Հայաստանում ապրել եմ իմ գյուղն է։ Բաթումերուն կլասեն նրանք է մեր գյուղը, Սումգայիթը, Բաքուն, Կիրովաբադը, Շահումյանը, Արցախը լրի։ Չեն ուզում, չէ, մերոնք չեն ուզում, մեր Արցախը չեն ուզում, ասում մեզ պետք չի, ինչ ենք անում, կա Սևլիչի ինչ ենք անում, դե մեզի պետք է, Սարերը ջունա ինչ ենք անում, պետք չի մեզ, թոտան, Այսինքն ներուժ տեսնում եք, որովհետև իրենք ասում են պարտված ենք, չենք կարող հնարավորություններ չունենք, այդպես են ներկայացնում։ Ինչ ենք պարտված, մենք չենք ժողովուրդը չի պարտվել, զինվորը չի պարտվել, պարտվել է կառավարությունը ինչի, Ենա ցույց են տալիս Սովետաշենի զիբիլանոցում պաշտպանության նախարարության ֆորմեք թափած։ Թափ-թազա ֆորմեք ինչի են թափել։ Չէր կարելի օգտագործել։ Կարելի էր, չէ։ Կամ են Մելքոնյան կա նախկին պաշտպանության նախարարության Գագիկը, թիկունքի պետը, անուղ ինք չէ, որ զինվորների մատարասները հավաքում տանում, երես փոխում, թազա երես դնում, դառնում է թազա մատարաս։ Այդ ուր էր գնում այդ փողերը։ Այդ ձև թալանիցին հետո ասում է, դե թալանվեց։ Ասում է զենքը հոչ ենք վերցնելու գնանք Բաքու ազատենք մեր գերիներին։ Ինչ։ Ասում է զենքը հոչ ենք վերցնելու գնանք Բաքու ազատենք մեր գերիներին։ Մեր գերիների։ Մելքոնյանն է ասում։ Բախի չգնալու։ Բայց ինչի իրանց գերիներին հետ տվին, իրանց մարդասպանից տեղից բռնին հետ տվին, ինչի լրիվ ականապատված դաշտերի քարտեզը հետ տվին, ինչի չպիտի գնան, բայց նրանք ոնց է ուրիշի համար գալիս են, մենք մերի համար չեն գնա։ Ասում են նախ պիտի այնպես անեին, որ գերի չընկնեին, որ հետո էլ հիմա Ոնց գերի, պատերազմ էր, ոչ չընկնեին, գերի չընկնեին, թոտ փակեին, Ռուսին ասին դու գործ չնես գնաս տես, պետք չես դու։ Այդ ինչի Շուշիի փողերը հանելուց օդ փակվեց, կարողացան փակել փողերը հանին ուրա, բերին բաժանին մեզի, մեկն ու մեկը ստացել եք այդ փողից։
Քարամյանը բերես, չէ, Քարամյանը ինչա, Արգիշտի Քարամյանը։ Շուշի բանկերից փողերը բերես, դե թող գնա բերի։ Թող գնան դերից է գերիներին բերի։ Եվրոպան կանգնում ասում է գերիներին բաց թողեք, իսկ սրանք ոչ մի բան չեն ասում։